Ընթացքում արդեն սկսվել են այլ բանակցությունները Սամվել Կարապետյանի հետ հանդիպել են կառավարում կամ տնային պայմաններում եւ երկրորդ հարցը վերաբերում է տնտեսական հնարավորությունների դրվագին, դուք տեղեկություն ունեք, թե արդյոք այսպես մայր գործ կա այժմ քննության փուլում Սամվել Կարապետյանի վերաբերող դրվագից առանձնացած է, այսինքն որևէ գործընթաց իրականացում է եւ ի վերջո ինչ խնդիր էին ուզում գործարարին, նաեւ միջազգային գործարարին, նման բնույթի տեղական կարգավորելով նաեւ Եկեք հերթով փորձեմ արձագանքել։ Ինչ վերաբերում է բանակցություններին, Նարեկ Կարապետյանը շատ հստակ դրա վերաբերյալ առավել քան սպառիչ դիրքորոշումը ներկայացրել է, որ պատկերացնեք, եթե Սամվել Կարապետյանի եւ Կարապետյանների ընտանիքի կողմից ընդհանրապես որևէ մի նման նվազագույն նույնիսկ մոտեցում ցուցաբերվեր հեծի շուրջ կամ այլ հարցերի շուրջ, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ։ Հենց ամբողջ տրամաբանությունը այս հետապնդման, այս ռեպրեսիվ մեքենայի նրանում է, որ Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր ենթադրող դիրքորոշում է ներկայացրել եւ դրանով սահմանափակվել է։ Դրանից այն կողմ, դրանից անդին այլևս այսպես ձևակերպենք խոսակցություն առկա չէ։ Օրվա իշխանությունները պատկերացնում են, որ ապօրինությունների մասշտաբը ավելացնելով որևէ մի փոփոխություն կստանան, չեն ստանալու։ Մի փոփոխություն այո ստացել են այս ընթացքում։ Այո, Սամվել Կարապետյանը, Կարապետյանների ընտանիքը, Նարեկը Կարապետյան հստակ քաղաքական իրենց դիրքորոշումները եւ նաեւ կարծես թե բոլոր այն սոցհարցումները, որոնք տեղի են ունենում, ցույց են տալիս դրա դինամիկան, ցույց են տալիս հանրային աջակցությունը, հանրության պատշաճ արձագանքը, այդ հարցերում փոփոխություններ այո լինելու են, ել ավելի ինտենսիվ է լինելու հանրության հետ աշխատանքը, այդ թվում նաեւ ներկայացվածի տեսանկյունից։ Իդեպ հետաքրքիրը նաեւ նա էր, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր, հենց այդ օրն էլ հեծը զրկվել էր լիցենզիայից, որը սեփականազրկմանը համարժեք գործողություն է։ Այն, որ սա նման է իրականում սեփականության նկատմամբ ոտնձգություն բառերը շատ մեղմ են հնչում։ Սա իսկապես նման է իրավական ինչ-որ ահաբեկչության։ Սա նման է իրավական տեսանկյունից անձին պատանդ վերցնելու եւ դրանով փորձ անել հարկադրաբար բանակցելու, չի աշխատելու այդ ամենը։ Դա ակնհայտ է։ Գործողությունները Սամվել Կարապետյանի կարծում եմ դրանով բոլոր հնարավոր կասկածները, մտահոգությունները փարատել են, բայց այլ հարց։ Այո, օրվա իշխանությունները գիտակցում են նաեւ, որ այն քաղաքական հայտը, որը ներկայացվել է, դեռևս հուլիսի 4-ին ներկայացված արձանագրումները, պնդումները եւ պահանջները գնալով ավելի մեծ հանրային աջակցություն են ստանում։ Ինչ վերաբերում է բուն տնտեսական բնույթի մեղադրանքներին, որ պատկերացնեք դրանց աբսուրդի աստիճանը, դրանք որևէ մի տեղից անջատված չեն։ Դուք կարելի ասել դասական իմաստով այլ վարույթների բնորոշ մոտեցումը նկարագրեցիք։ Այստեղ գիտեք իմ մոտ ինչ տպավորություն է, որ օրինակ մի ինչ-որ գործ են փորձում գտնել, մի ձև փորձում են այդտեղ գտնել Սամվել Կարապետյան անունը, չեն գտնում, բայց ասում են դե լավ, մի ինչ-որ գործ գտել ենք էլի։ Եկեք մի ձևակերպումներ տանք։ Իրավական աբսուրդի ուրիշ նշաձող է սա։ Եվ դրա համար նաև հենց այս ձեր հարցադրման տեսանկյունից էլ ես գործընկերներին իսկապես խնդրում եմ աջակցել մեզ, օգնել մեզ այն հարցում, որ պահանջը, որ այս վարույթը նախաքննական գաղտնիքից ազատվի, ձեռք ազատվի, ապահովվի։ Եկեք դռնբատության կարգով դատական նիստեր ունենանք։ Եկեք հենց նույն վերաքննիչում էլ հիմա էլ հրապարակային նաև գրավորել միջնորդությունը ներկայացնելու ենք, որ բանավոր կարգով իրականացվի քննությունը։ Թող իսկապես տեսնենք լավ ինչ փաստարկներ է բերում դատախազությունը, ինչ փաստարկներ ենք բերում մենք։ Եվ թող հանրությունն էլ գնահատի արդարությունը, արդարադատությունը եւ դատավորի խիղճը։ Իդեպ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ մի հարցում ամեն ինչ հստակ է։